Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային, երկրի վրա արձակելով ավելի քան 70 հրթիռ և մոտ 500 անօդաչու։ Կիևում 21 մարդ զոհվել է, 85-ը վիրավորվել։ Ուղիղ հարվածի տակ է հայտնվել 20 բնակելի շենք։ Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել։ Զոհեր և վիրավորներ կան նաև Դնեպրոպետրովսկում, Խարկովում, Զապորոժիեում, Սումիում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմը, հետևաբար կսկսի ավելի շատ հարվածներ հասցնել, հատկապես բալիստիկ հրթիռներով։ Նա նշել է, որ Կիևն անպայման կպատասխանի այդ հարվածներին։ ՌԴ պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի դեմ հարվածները որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների։ Կրեմլի խոսնակն էլ պնդել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներն իրականացվել են միայն ռազմական և այդ ոլորտի հետ փոխկապակցված օբյեկտների դեմ։ Դմիտրի Պեսկովի խոսքով Մոսկվան կշարունակի մեծացնել ճնշումը Կիևի վրա սահմանված նպատակներին հասնելու համար։ Ուկրաինան էլ հայտարարել է, որ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում հարված է հասցրել Լուկոյլի նավթավերամշակման գործարաններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանում հայտնել են, որ ուկրաինական հարվածներից Խերսոնում կա զոհ և 3 վիրավոր։ Եվս մեկ մարդ վիրավորվել է Բելգորոդի մարզում։ Անկարայում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ դժգոհել է դաշնակիցներից։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր և պաշտպանում է դաշինքի անդամներին առանց դրանից որևէ օգուտ ստանալու։ Միացյալ Նահանգները հատկացրել է $999 միլիարդ, Մեծ Բրիտանիան $90.5 միլիարդ, Ֆրանսիան 66.5, Իտալիան 48.8, Լեհաստանը 44.3 միլիարդ։ Այլ երկրների, այդ թվում Գերմանիայի ցուցանիշները շատ ավելի ցածր են, հայտարարել է Թրամփը։ Վերջին շրջանում Թրամփը Միացյալ Նահանգների դաշնակիցներին քննադատել է նաև Իրանի դեմ պատերազմում երկրի կողքին չկանգնելու համար։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը ոչ մի սանտիմետր տարածք չի զիջի Իսրայելին։ Նա նաև պաշտպանել է Իսրայելի հետ անցկացվող բանակցությունները, նշելով, որ դա դավաճանություն չէ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերն առայժմ կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի այսպես կոչված անվտանգության գոտիներում։ Չնայած Իսրայելի, Լիբանանի և Միացյալ Նահանգների միջև օրերս շրջանակային համաձայնագրի ստորագրմանը Լիբանանում զոհերի թիվը շարունակում է աճել։ Վերջին տվյալներով երկրում իսրայելական հարվածներից մոտ 4300 մարդ է զոհվել։ Միևնույն ժամանակ Իսրայելում նշում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի հարձակման 1000-րդ օրը։ Թել Ավիվում հիշատակի արարողություններ և բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Ցուցարարները կառավարությունից պահանջում են պետական հանձնաժողով ստեղծել և որոշել, թե ով է պատասխանատու Համասի հարձակման կանխումը ձախողելու համար։ Հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով 1200 մարդ էր զոհվել, 250-ը գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողություններից Գազայի հատվածում ավելի քան 75000 մարդ է զոհվել։ 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադար է հաստատվել։ Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տարածքը և դրա անվտանգությունը երկրի զինված ուժերի համար կարմիր գիծ է։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հավելելով. Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար բոլոր առևտրային նավերը պետք է հետևեն Իրանի նախանշած երթուղուն։ Հակառակ դեպքում կլինեն հետևանքներ։ Իրանը նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին սխալ հաշվարկներ թույլ չտալ, քանի որ դա կոշտ պատասխանի կարժանանա։ Կատարի և Պակիստանի միջնորդները հուլիսի 1-ին Դոհայում Միացյալ Նահանգների և Իրանի բանակցողների հետ առանձին հանդիպումներ են անցկացրել, որոնց արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հետ կապված հարցերի շուրջ։ Ըստ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ Ալ-Անսարիի, կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը։ Հաջորդ հանդիպումը կնշանակվի Ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններից հետո։ Ալբանիայում ափամերձ և պաշտպանված տարածքներում նախատեսվող ծրագրերի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ 3 իրավապահ և 1 ցուցարար տուժել են։ Տիրանայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն ավելի քան 1 ամիս։ Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի համար։ Իշխանությունները հերքում են մեղադրանքները։ Սկզբում ցուցարարները դժգոհություն էին հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ կապված շքեղ հանգստավայրի կառուցման դեմ։ Այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են նաև ծովափին կառուցվող այլ նախագծերի վրա։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։